Իրանի եւ ԱՄՆ-ի պատվիրակություններն Իսլամաբադում են, որտեղ այսօր ավելի ուշ կբանակցեն պատերազմը դադարեցնելու շուրջ, մինչ Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին։ Ամերիկյան պատվիրակությունը ղեկավարում է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Բանակցություններին կմասնակցեն նաեւ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտքոֆն ու Ջարեդ Քուշները։ Ըստ իրանական լրատվամիջոցների, իրանական պատվիրակությունը, որը ղեկավարում է խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը եւ բաղկացած է 71 մարդուց, բանակցություններից առաջ հանդիպել է Պակիստանի վարչապետի հետ։ Պատվիրակության կազմում է նաեւ արտգործնախարար Արաղչին։ Վաշինգտոնն ու Թեհրանը սակայն մի շարք տարաձայնություններով են գնում բանակցությունների։ Իրանը պնդում է, որ երկշաբաթյա հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա, վերացվեն պատժամիջոցները, ապասառեցվեն իրանական ակտիվները, ճանաչվի Հորմուզի նեղուցի նկատմամբ Թեհրանի ինքնիշխանությունը, իսկ նեղուցն ամբողջությամբ կբացվի Լիբանանում հրադադարից հետո։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ իրանական ակտիվների ապասառեցումը եւս ուղիղ կապ ունի նեղուցն ամբողջությամբ վերաբացելու հետ։ Ըստ նրա, այս պահանջով Թեհրանը ցանկանում է համոզվել, արդյոք ԱՄՆ-ն լուրջ է տրամադրված կայուն խաղաղությանը հասնելուն։ Պաշտոնյան նաև ասել է, որ ԱՄՆ-ն համաձայնել է ապասառեցնել իրանական ակտիվները։ ԱՄՆ-ն սակայն պնդում է, որ Լիբանանը հրադադարի գործարքի մաս չէ, Հորմուզը պետք է բացվի անմիջապես, Իրանն էլ հրաժարվի միջուկային ծրագրից։ Բանակցություններից առաջ ԱՄՆ նախագահը կրկնել է, Իրանը չի կարող միջուկային ծրագիր ունենալ։ Դոնալդ Թրամփը նաև ասել է, որ Հորմուզի նեղուցն այսպես թե այնպես կբացվի շուտով։ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, բայց միևնույն է մենք կբացենք նեղուցը։ Մի մոռացեք, որ մենք չենք օգտվում այդ նեղուցից, այլ երկրներ են օգտագործում այն։ Իրանի խորհրդարանի խոսնակն էլ հայտարարել է, որ Թեհրանը բարի մտադրություններ ունի, սակայն չի վստահում ԱՄՆ-ին։ Ամերիկացիների հետ բանակցությունների մեր փորձը միշտ ձախողվել է եւ տրված խոստումները խախտվել են, ասել է նա, հավելելով, որ ԱՄՆ-ն պետք է ընդունի Իրանի իրավունքները, եթե ցանկանում է գործարք կնքել։ Իրանի արտգործնախարարը եւս հայտարարել է, Թեհրանը բանակցությունների է գնում Վաշինգտոնի նկատմամբ զրո վստահությամբ։ Ըստ իրանական մեհր գործակալության Աբբաս Արաղչին ասել է, որ ամեն ինչ կանեն Իրանի ժողովրդի շահերն ու իրավունքները պաշտպանելու համար։ Պակիստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Իրանը եւ ԱՄՆ-ն կառուցողաբար կմասնակցեն բանակցություններին եւ վերահաստատել է Իսլամաբադը կշարունակի աջակցել կողմերին հակամարտության կայուն եւ տևական լուծման հասնելու համար։ Պակիստանը եւս համարում է, որ Լիբանանում հրադադարի հարցը պետք է ներառվի բանակցություններում։ Ու մինչ Վաշինգտոնն ու Թեհրանը փորձում են խաղաղություն հաստատել, Իսրայելը շարունակել է հարվածել Լիբանանին, պնդելով, որ թիրախավորում է արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլահի ենթակառուցվածքները։ Հեզբոլլահն եւս պատասխան հարվածներ է հասցրել, կան զոհեր եւ վիրավորներ։ Իսրայելը համաձայնել է հաջորդ շաբաթ Վաշինգտոնում Լիբանանի ներկայացուցիչների հետ բանակցել խաղաղության շուրջ։ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանը սակայն պնդել է, որ Հեզբոլլահն չպետք է մասնակցի դրանց։ Իսրայելը հրաժարվել է քննարկել հրադադարի հարցը Հեզբոլլահ ահաբեկչական կազմակերպության հետ, որը շարունակում է հարձակվել Իսրայելի վրա եւ երկու երկրների միջև խաղաղության հիմնական խոչընդոտն է։ Թե Իրանում, թե Լիբանանում մեծ հույսեր չեն կապում ինչպես այսօրվա, այնպես էլ հաջորդ շաբաթ նախատեսված բանակցություններից։ Իմ կարծիքով այս բանակցությունները նպատակ ունեն Միացյալ Նահանգների ուժերին շնչելու հնարավորություն տալ։ Նրանք 30-40 ինքնաթիռ եւ սարքավորումներ են բերել, ինչպես նախկինում ուզում են խաբել մեզ, որպեսզի կարողանան կրկին հարձակվել։ Հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները միշտ թշնամական դիրքորոշում է ցուցաբերել, կարելի է ասել, որ չեն կարող շատ լավատես լինել այս բանակցությունների նկատմամբ եւ կարող է Միացյալ Նահանգները հետագայում եւս սադրանքի գնա։ Կարծում եմ Իսրայելը Լիբանանը որպես պատրվակ է օգտագործում։ Եթե Միացյալ Նահանգները ազնիվ լինի բանակցություններում, ապա Լիբանանը դրանց մաս կկազմի։ Այլապես նրանք գիտեն, որ Իրանը ոչ մի դեպքում չի համաձայնի։ Այսինքն, եթե նրանք չընդունեն, մեզ մեկ այլ պատերազմ է սպասվում։